Դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկումը, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրատվամիղին։ Անցած 7 ամիսներին Ֆրանսիան մեր երկրում ներդրել է $700 միլիոն, Փարիզում գործարարների հետ հանդիպանը նախագահ Սարգսյանը հորդորել է ֆրանսիական կապիտալին մուտք գործել հայաստանյան էներգետիկ և ճանապարհաշինական խոշոր ու բարենպաստ շուկա։ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների մասնակցությամբ Փարիզի Օլիմպիա համերգասրահում ելույթ է ունեցել աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը։ Համերգը նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին։ 910 միլիարդ դրամի եկամուտներ 2012-ի պետբյուջեի նախագիծը պատրաստ է, նախատեսվում է բարձրացնել նպաստներն ու կենսաթոշակը։ Երևանում ավազակային մի շարք հարձակումներ իրականացրած բանդան ամբողջությամբ ձերբակալվել է, ոստիկանապետի պարզաբանումները։ Վերականգնված ջրագծեր, ժամանակակից տեխնոլոգիաներ, $177 միլիոն ներդրում։ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ավարտել է հայաստանյան հնգամյա գործունեությունը։ Քայքայիչ և ամբողջատիրական աղանդներն սպառնում են Հայաստանի անվտանգությանը, քննարկումներ ազգային անվտանգության խորհրդում։ Մեդիա մագնատ, ֆուտբոլային ակումբների սեփականատեր և սեքս սկանդալների հերոս Իտալիայի վարչապետը 75 տարեկան է։ Նրբագեղության համաշխարհային մայրաքաղաքի երեկոյան ալեկոծել է աշխարհահռչակ շանսոնիեի աննախադեպ համերգը։ Փարիզի հռչակավոր Օլիմպիա համերգասրահում նախագահներ Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի ներկայությամբ Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով ելույթ է ունեցել աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը։ Լեփլեցուն դահլիճի ներկաների ծափահարությունները երկար ժամանակով ընդհատել են 87-ամյա երգչի ելույթները, որոնք մեր թղթակցի վկայությամբ հուզել են բոլորին։ Ազնավուրը հպարտությամբ է հայտարարել, որ դահլիճում ներկա են իր երկու հայրենիքների առաջնորդները։ Ցավալիորեն հայկական և ոչ մի հեռուստաընկերության թույլ չի տրվել նկարահանել շանսոնի արքայի համերգը, որի հեռարձակման բացառիկ իրավունքը պատկանում է ֆրանսիական պետական հեռուստաընկերությանը։ Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետի հետ։ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուଆ Ֆիոնը պայմանավորվել են քաղաքական մակարդակով շարունակել աջակցել և խրախուսել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։ Կարևորվել է հատկապես էներգետիկ և ճանապարհաշինության համակարգերում, այդ թվում Հայաստանի ատոմային նոր կայանի և հյուսիս-հարավ մայրուղու կառուցման գործում մեծ փորձ ունեցող ֆրանսիական ընկերությունների ներգրավումը։ Վարչապետ Ֆիոնը նշել է, որ համապատասխան մասնագիտական խմբեր կգործուղվեն Հայաստան, տնտեսության ռազմավարական ուղղությունների զարգացմանը միտված ծրագրերի իրագործման հարցերը տեղում առավել հանգամանորեն քննարկելու նպատակով։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն գործակցությանը, կրթության և մշակույթի ոլորտում փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Պաշտոնական այցի շրջանակում նախագահ Սարգսյանն այսօր արդեն Ֆրանսիայի գործարարների միությունում աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ և ֆրանսիացի գործարարների հետ։ Դիմելով ներկաներին Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն իրականացնում է տնտեսական, էներգետիկ ու ճանապարհատրանսպորտային մեծ ծրագրեր և այս ոլորտներում սպասելի են ֆրանսիական ակտիվ, հմուտ և փորձառու ներդրողները։ Նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիան մեր երկրի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է Հայաստանյան շուկայում իր $700 միլիոն պորտֆելով, իսկ եթե հարաբերություններում չկան տնտեսական հիմքեր, ապա դրանք վաղ թե ուշ կաղում են։ Իսկ երեկոյան Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Բերտրան Դելանոյեն կազմակերպել է ընդունելություն Հայաստանի անկախության հոբելյանի առիթով, որին մասնակցել է նախագահ Սարգսյանը, ներկա են եղել նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։ Արտակ Երիքյանն է պատմում։ Բիզնես ռանդևու Փարիզում Հայաստանի նախագահը ֆրանսիացի ձեռնարկատերերին հրավիրում է մեր երկիր ներդրումներ անելու։ Վստահեցնում է հանրապետությունում մակրոտնտեսական վիճակը կայուն է ոչ միայն տեղացի, այլև միջազգային փորձագետների գնահատմամբ։ Արտասահմանյան ներդրումների համար Սերժ Սարգսյանը մի քանի խոշոր նախագիծ է մատնանշում՝ հյուսիս-հարավ երկաթգծի ու մայրուղու, ինչպես նաև ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարություն։ Այս ոլորտներում սպասում ենք մեր ֆրանսիացի գործընկերների ակտիվ մասնակցություն։ Կրեդի Ագրիկոլ, Օրանժ, Պեռնոդ Ռիկար, Արկատել նախագահը թվարկում է Հայաստանում ֆրանսիական ներդրումների հաջողված օրինակներ և տեղեկացնում. Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունները 155-ն են։ Ֆրանսիացիները $700 միլիոն են ներարկել հայկական տնտեսություն, Ֆրանսիան դարձնելով Հայաստանում երկրորդ խոշոր ներդրողը Ռուսաստանից հետո։ Այդուհանդերձ այդ երկիրը մեր հանրապետության մեծ առևտրային գործընկերների տասնյակում չկա։ Այն հանգամանքը, որ Ֆրանսիան չի մտնում մեր առևտրատնտեսական գործընկերների առաջին տասնյակի մեջ, անհարիր է ուղղակի մեր հարաբերությունների մակարդակին։
Սերժ Սարգսյանի խոսքով Հայաստանը արտասահմանյան ներդրումների համար հայտարարել է բաց դռների քաղաքականություն եւ հավատարիմ է մասնավոր սեփականության կոշտ պաշտպանություն սկզբունքին։ Իդեպ ֆրանսիական երկու մեծ ընկերություն Արևան եւ Ալստոմը հետաքրքրվում են Հայաստանի էներգետիկ նախագծերով։ Ֆրանսահայ հայտնի ձեռներեց Արմեն Պետրոսյանն էլ նախատեսում է հայկական խավիար արտադրել, ասում է դրա համար պարտադիր չէ ծով ունենալ։ Գործարար, ուսուցիչ թե արվեստագետ ֆրանսահայերը հավաքվել են Փարիզի քաղաքապետարանում ողջունելու նախագահ Սարգսյանին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առիթով։ Հայության համար տարեդարձ կամ տարելից երբեք չի մոռանում Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոյեն եւ Օտել դե Վիլի պատմական շենքում միշտ հյուրընկալում է հայությանը։ Սա յուրօրինակ բարեկամության ուղերձ է Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Նախագահ Սերժ Սարգսյանը դիմում է ֆրանսահայությանը նրանց անվանելով անփոխարինելի։ Ձեր գործերով կամ պարզապես ձեր գոյությամբ դուք Հայաստանի համար, մեզ բոլորիս համար անփոխարինելի մարդիկ եք։ Անկախ այն բանից մեր տեսակետները մշտապես համընկնում են, թե ոչ։ Ֆրանսահայությունը ողջևորված է նախագահի խոսքերից եւ ընդհանրապես հայ-ֆրանսիական պետական հարաբերությունների բարձր մակարդակից։ Նրանցից ամեն մեկը Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն ամրապնդել է Ֆրանսիայի օրինակելի քաղաքացի լինելով եւ ազգային ինքնությանը հավատարիմ մնալով։ Սաղ աճ անմենալ Ֆրանսա հայերը շատ գսիրեն։ Հայերը Ֆրանսան գսիրեն, Ֆրանսան հայերուն գսիրեն։ Սոցիալիստ քաղաքապետ Բերտրան Դելանոյեն խնդրում է իր նախաձեռնած այս հայահավաքը սեփական կուսակցության օգտին քարոզարշավ չհամարել նախագահական ընտրություններից կես տարի առաջ։ Ֆրանսահայերը, ինչպես բոլոր ֆրանսիացիները, ազատ են իրենց ընտրությունն անելու հարցում։ Փարիզի քաղաքապետարանը նախագահի պաշտոնական այցի վերջին հասցեն է։ Ֆրանսահայության հետ հանդիպումից անմիջապես հետո նախագահական պատվիրակությունը մեկնեց Վարշավա։ Արտակ Երիքյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական, Փարիզ։ Վարշավայում մեկնարկում է Եվրամիության արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Լեհաստանում է նաև առաջին լրատվականի նկարանող խումբը եւ այժմ ուղիղ կապ ենք հաստատում մեր գործընկերների հետ։ Արտակ, բարի երեկո, դուք եթերում եք, խնդրեմ ներկայացրեք մանրամասներ Վարշավյան հանդիպումից։ Բարի երեկո Աբրահամ, ինչպես արդեն ասացիք, նախագահը աշխատանքային այցով Վարշավայում է մասնակցելու Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այն պաշտոնապես բացվելու է վաղը։ Այս քաղաքականության նպատակն է Եվրոպային մերձեցնել ծրագրի անդամ 6 հետխորհրդային երկրների՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելարուսին, Ուկրաինային եւ Մոլդովային։ Այս երկրները գագաթնաժողովին մասնակցելու են առաջին դեմքերի մակարդակով։ Վարշավայ են ժամանում նաև Եվրամիության ազդեցիկ պաշտոնյաներ Բրյուսելից, ինչպես նաև Եվրամիության անդամ պետությունների պաշտոնատար անձինք։ Օրինակ Ֆրանսիան այստեղ է գործուղում վարչապետ Ֆրանսուଆ Ֆիոնին։ Պատահական չէ, որ այս հավաքն անցկացվում է Վարշավայում։ Ներկայում Լեհաստանն է Եվրամիության նախագահող պետությունը եւ կնախագահի մինչեւ հունվար։ Եվ բացի այդ, այս երկիրը Շվեդիայի հետ միասին արևելյան քաղաքականության կնքահայրն է։ Արևելյան գործընկերությունը մեկնարկել է Արևելյան Եվրոպայի մեկ այլ մայրաքաղաքում, Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 2009 թվականին։ Եվ այդ երկու տարիների ընթացքում Բրյուսելը ֆինանսավորում եւ խորհրդատվությամբ աջակցում է հետխորհրդային արևելյան վեցնյակին ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու գործում։ Գագաթնաժողովի նախաշեմին Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին Եվրամիության անդամներից պահանջել է նոր լիցք հաղորդել արևելյան գործընկերության նախաձեռնությանը։ Ըստ միջազգային լրատվամիջոցների Լեհաստանը ցանկանում է արագացնել արևելյան գործընկերների հետ վիզային ռեժիմը հեշտացնելու գործը եւ առավել գործնական նորեն նպաստել Եվրոպային այդ երկրների տնտեսական ինտեգրմանը։ Աբրահամ, մինչև կսկսվի գագաթնաժողովը, այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ պաշտոնական աղբյուրը նշում է միայն, որ նրանք քննարկել են Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլը։ Աբրահամ Շնորհակալություն Արտակ Երիքյանն էր հաղորդում Վարշավայից, որտեղ վաղը մեկնարկող Եվրամիության արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը ճանապարհ է բռնել ազգային ժողով։ Ըստ այդմ նախատեսվում են հարկահավաքման աննախադեպ ծավալներ, նպաստներն ու աշխատանքային կենսաթոշակը նույնպես կբարձրացվեն։ Բոլոր գերատեսչությունների ղեկավարներին վարչապետը հանձնարարել է մտածել ոչ միայն ծախսերի, այլև հարկերի հավաքագրումը պատշաճ ձևով իրականացնելու մասին։ Լրացուցիչ ինչքան գումար են կարողանալու ուղղել պետբյուջե։ Այս եւ կառավարության նիստի մյուս մանրամասները ներկայացնում է Արմինե Պետրոսյանը։
Կառավարության նիստում նկատելի աշխուժություն սկսվեց, երբ քննարկման հերթը հասավ 22-րդ հարցին։ Ֆինանսների փոխնախարարը ներկայացնում էր եկող տարվա բյուջեի նախագիծը։ Բոլորին հետաքրքիր էր ֆինանսական ինչ համալրում կունենա իրենց գլխավորած գերատեսչությունը։ Ֆինանսական ինչ արձագանք է սպասվում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, հետաքրքրվեց նախարարը։ Օլիմպիական տարի է։ Ես կուզենայի իմանալ դրա հետ կապված որևէ տարբերություն կա բյուջեի մեջ։ Բոլոր մեր միջազգային մրցույթներում հաղթողներին եւ մեծարում ենք եւ պարգևատրում ենք, կառավարությունը ունի համապատասխան որոշում եւ Պաուստային ֆոնդից այդ գումարները հատկացնում ենք, նույնը անելու ենք 2012 թվականին։ 2012-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն արդեն այս շաբաթ ուղարկվելու է ազգային ժողով։ Բյուջեի եկամուտները կազմելու են 910 միլիարդ դրամ, 96%-ից ավելին հարկային եկամուտներն են, ավելացվելու են նպաստներն ու թոշակները։ Բարձրացնելու ենք նպաստները շուրջ 2700 դրամով, այսօր ամսական 26800 դրամ ընտանիքին տվող նպաստը, միջին նպաստը դառնալու է 29500 դրամ, բարձրացվելու է աշխատանքային կենսաթոշակները շուրջ 3000 դրամով, 28400 դրամ աշխատանքային կենսաթոշակը դառնալու է 31300 դրամ։ Ծախսելուց բացի գերատեսչությունները պետք է մտածեն նաև եկամուտներն ավելացնելու մասին։ Բոլոր նախարարներին վարչապետը եւս մեկ անգամ հիշեցրեց տիրապետել իրենց ոլորտների հարկային բազային, հասկանալու թե որքան լրացուցիչ գումար են կարողանալու ուղղել բյուջե։ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մշակվել է հարկային փաթեթ։ Այն ենթադրում է բացահայտել եւ եկամուտներ ապահովել ոլորտներից, որոնք մինչեւ այժմ չէին հարկվում։ Կառավարությանն այս առումով լարված աշխատանք է սպասվում։ Հարաբերակցությունը պետական բյուջեի ծախսերի եւ պետական բյուջեի եկամուտի հնայի մեջ մեր մոտ ցածր է։ Եվ ամեն տարի արժույթային հիմնադրամում տնօրենների խորհուրդը այս հարցը բարձրացնում է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ավելացնելու իր բյուջեի միջոցով ֆինանսական միջոցների վերաբաշխման տոկոսը, ապա դոնորները հրաժարվում են լրացուցիչ ֆինանսավորում մեզ տրամադրել, որովհետև այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում առկա են։ Բյուջեի նախագիծը քննարկվել է միջազգային ֆինանսական կառույցների հետ, դրանցից ու Եվրամիությունից ակնկալվում է աջակցություն։ Սոցիալական ծախսերի ավելացումից բացի կառավարությունն առաջին անգամ իրականացնելու է աշխատավարձի բարեփոխում։ Խաղծառայողներին տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ։ Եվ նրանք հնարավորություն են ունենալու 2012 թվականին այդ փաթեթից օգտվել, մասնավորապես իրականացնել վճարումներ հիփոթեքային վարկերի տոկոսների մարման, իրականացնել ապահովագրական պոլիսների միջոցով իրենց առողջական ծախսերի փակում, բոլոր միջոցառումները լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում եւ այդ հենց լրացուցիչ ֆինանսավորումն է մեզ դրդում էապես ավելացնել հարկեր հնա հարաբերակցությունը։ Մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար տրամադրված 10 միլիարդ դրամը 80%-ով ծախսվել է։ 42 քաղաքում եւ 170 գյուղում 324 ծրագիր է իրականացվել։ Մենք առաջարկում ենք երկրորդ 10 միլիարդ գումարը հատկացնել նմանատիպ հրատապ լուծում պահանջող ծրագրերի իրականացման համար մարզերում։ Մենք ունենք 300-ից ավել նոր ծրագրեր։ Տարածքների համաչափ զարգացման ծրագիրը բխում է երկրի ղեկավարի նախընտրական դրույթներից։ Գումարներն ուղղվելու են ճանապարհաշինությանը, դպրոցաշինությանը, փողոցների ու բակերի լուսավորությանը, առաջնահերթությունների օրակարգն ի դեպ առաջարկում են համայնքները։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Երևանում ավազակային մի շարք հարձակումներ իրականացրած հանցախումբն ամբողջությամբ ձերբակալվել է, հայտարարել է ոստիկանապետը։ Ըստ Ալիք Սարգսյանի հանցախմբի ղեկավարների երկուսն են, մեկը ուղեղն է եղել, մյուսը հարձակումների կազմակերպիչը։ Բանդայի բոլոր անդամները քրեական գործի շրջանակում հարձակնվում են։ Հանցախումբը ոստիկանության ուշադրությունը գրավել էր դեռ առաջին Մալաթիայում ավազակային հարձակումից հետո։ Գործելու ձեռագիրը նույնն էր, սկսած հավաքվելու ժամից, ձևից, մինչև հանցագործության նախապատրաստման եղանակը։ Որևիցե պաշտոնյա բանդայի կազմում ներգրավված չի եւ որևիցե առնչություն չունի։ Այս պահին հայտարարում եմ։ Եվ որևիցե այդպիսի կասկածներ էլ չկա, որ ասեմ ստուգման փուլում են, վաղը լրացուցիչ ձեզ կհայտարարեմ։ Եվրոպայում ֆրանս-գերմանական ալյանսը ոչ միայն ֆինանսական ու ռազմավարական, այլև հոգևոր անվտանգության խնդիրներ է լուծում։ Այդ երկրներում օրինակ հստակորեն գիտեն,
ինչպես օրենսդրորեն պատժել այն քայքայիչ աղանդավորական շարժումներին, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը։ Եվ այս բոլոր գործընթացները բնավ չեն խաչաձևում մարդու իրավունքների, խղճի ու կրոնի ազատության սկզբունքների հետ։ Հայաստանում այս խնդիրն արդեն քննարկվում է ազգային անվտանգության խորհրդի մակարդակով։ Այստեղ ուսումնասիրել են եվրոպական փորձը եւ մայրաթոռի սպասավորների հետ աշխատում են օրենսդրությունը պատշաճեցնել ու հարմարեցնել մեր հասարակության մտածելակերպին։ Ինչպես պաշտպանել պետությունն ու հասարակությունը տոտալիտար քայքայիչ աղանդների վնասակար ազդեցությունից։ Սա լրջագույն խնդիր է դարձել աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եվրոպական միության առաջատար երկրներն այսօր բավականին համակարգված են գործում ամբողջատիրական աղանդներին հակազդելու համար։ Մասնավորապես Գերմանիան իր քաղաքացիներին տոտալիտար աղանդների վտանգավոր ազդեցությունից պաշտպանելու համար մեկտեղել է թե ավանդական եկեղեցիների եւ թե պետության ջանքերը։ Ֆրանսիայում գործում է կառավարական հատուկ կառույց քայքայիչ աղանդների դեմ համակարգված գործելու նպատակով, իսկ ֆրանսիական խորհրդարանը նույնիսկ օրենք է ընդունել, որով նախ սահմանել է, թե ինչ է աղանդավորական կազմակերպությունը։ Աղանդավորական կազմակերպությունը մի խումբ է, որի գործունեության նպատակը կամ հետևանքը ֆիզիկական եւ հոգեվոր կախվածության մեջ գցելու ճանապարհով խմբի մասնակիցների շահագործումն է։ Իտալիայում կամ Իսպանիայում, օրինակ, աղանդավորական եւ ընդհանրապես նոր կրոնական շարժումներին առհասարակ չի տրվում կրոնական միության իրավական կարգավիճակ։ Նրանք դիտարկվում եւ գործում են որպես ընկերակցություններ։ Իսկ Լիտվայում իրավաբանական անձի կարգավիճակ ստանում են միայն եւ բացառապես այն կրոնական կազմակերպությունները, որոնք ճանաչված են Լիտվայի պատմական ու հոգեվոր ժառանգության անբաժանելի մաս։ Ավանդականից շեղվող որևէ կրոնական գովազդ լրատվամիջոցներով արգելված է Ռումինիայում, իսկ Դանիայում ստեղծվել է միջազգային հատուկ հետազոտական եւ տեղեկացման կենտրոն Եվրոպական համադաշնության քաղաքացիներին իրազեկելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով։ Հայաստանի քաղաքացիները եւս եւ արդեն վաղուց այդպիսի պաշտպանության կարիք ունեն։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրել է Եվրամիության երկրների հարուստ փորձը քայքայիչ աղանդավորական շարժումներին հակազդելու ռազմավարություն մշակելու նպատակով։ Որպես ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ես հասկանալով խնդրի կարևորությունը ուզում եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվում են, հարգվում են մարդու եւ քաղաքացու կրոնական, խղճի, դավանանքի ազատությունները ամենաբարձր մակարդակով։ Միևնույն ժամանակ մենք ուզում ենք հայտարարել, որ մենք հետևողական ենք լինելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սպառնացող որևիցե սպառնալիքի դեմ անզիջում պայքար մղելու հարցերում, որը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության գերակայություններից է։ Կրոնական անվտանգության ապահովման պետական ռազմավարությունը որևէ կերպ չի կարող սահմանափակել խղճի եւ դավանանքի հիմնարար ազատությունները, ընդգծեց ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ես վստահ եմ, որ եթե մենք կարողանանք ընդունել մի փաստաթուղթ, որը համահունչ է առաջադեմ աշխարհի առաջ քաշած սկզբունքներին, Եվրոպական միության չափանիշներին, ապա մենք կարող ենք բավականին արդյունավետ իրավական հիմք ստեղծել, ապահովելու հայ ժողովրդի կրոնական անվտանգությունը։ Մայրաթոռի եւ կառավարության ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովի սեղանին առայժմ ռազմավարության նախնական տարբերակն է։ Քաղաքացու իրավունքների եւ պաշտպանվածության հավասարակշիռ փաստաթուղթ ունենալու համար դեռ շատ աշխատանք կա։ Քննարկումներին մասնակցելու են նաեւ եվրոպական փորձագետները։ Տաթևիկ Նալբանդյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը ներքաղաքական վիճակի լարվածությունը սպասում է նախընտրական շրջանում եւ նշում, թե որքան մոտ են այդ շրջանը, այնքան քաղաքական ուժերն ակտիվորեն կփորձեն մեծացնել իրենց ընտրազանգվածը։ Պատգամավորի խոսքով պարզ է, որոնք են քաղաքական հիմնական ուժերը եւ ցանկություններից անկախ քվեները համամասնորեն կբաժանվեն այդ ուժերի միջև։ Անդրադառնալով իշխանություն հակ երկխոսությանը Վարդան Բոստանջյանը խոստովանել է, որ կցանկանար, որ այն շարունակվեր, նշելով, որ իշխանությունը բացարձակապես խնդիր չունի այս հարցում։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ին արժանի մրցակից Վարդան Բոստանջյանը տեսնում է միայն հանրապետական կուսակցությանը, որը նրա գնահատմամբ կարողանում է պատասխանատվություն վերցնել եւ պատվով դուրս գալ։ Ռուսաստանում քաղաքական գործընթացները Բոստանջյանի համոզմամբ պետք է քիչ ազդեցություն ունենան Հայաստանի վրա։ Այն հետաքրքրությունների շրջանակը, որ ունի Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունում, դա միշտ է եղել։
դարեր շարունակ։ Եվ կարծում եմ, որ դա շարունակում է։ Հիմա այնտեղ տեղի ունեցող շորտ դրամաչափի փոփոխությունները ըստ էության պետք է չունենան այդպես ազդեցություն Հայաստանի Հանրապետությունում ձևավորող տեղի ունեցող քաղաքական կյանքի վրա։ Եդինայա Ռոսիա կուսակցության 12-րդ համագումարին նախագահ Սարգսյանի որոշմամբ մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Նա նշել է, որ Գագիկ Մինասյանը հանդիպել է Եդինայա Ռոսիա բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովի հետ եւ առանձնազրույց ունեցել։ Անդրադառնալով Ռուսաստանում առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հայտարարված Պուտին-Մեդվեդևի փոխատեղման տիպի սցենարների կրկնությանը, Գագիկ Մելիքյանը նշել է, որ Հանրապետական կուսակցությունը ունի նախագահական առաջիկա ընտրություններում իր թեկնածուն։ Առաջիկա նախագահական ընտրություններում պատրաստում է նախագահական ընտրությունների գնալ իր թեկնածուով, Սերժ Սարգսյանի թեկնածուով։ Եվ կարծում եմ, որ դա մեզ համար կարևոր է, քանի որ այդ հանգամանքը հստակորեն իր տեղն է գտել նաև կոալիցիոն հուշագրում։ Մենք ունենք մեր նախագահի թեկնածուն, մենք ունենք մեր նախագահ եւ առաջիկա նախագահական ընտրություններում մենք գնալու ենք մեր թեկնածուով, նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր վեաժողովի 66-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահի ելույթը մի քանի կարևորագույն դիրքորոշումների շեշտադրմամբ է առանձնացել։ Օրինաց երկիր կուսակցության փոխնախագահ քաղաքագետ Մհեր Շագելդյանը համարում է, որ ելույթը կարևոր էր նախ եւ առաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշման պարզ արտահայտմամբ, որ խնդրի կարգավորումը հենվում է միջազգային իրավունքի 3 հստակ սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում եւ ուժի չկիրառում։ Մյուսը ցեղասպանության հարցի վերաբերյալ մեր մոտեցումն էր, որի համաձայն Հայաստանն իր բարոյական պարտքն է համարում նպաստել ցեղասպանությունների կանխարգելմանը հայկականի ճանաչմամբ։ Շագելդյանի գնահատմամբ շատ կարևոր է նաև տարածաշրջանային անվտանգության եւ զարգացման փոխկապակցվածության մասին մեր դիրքորոշման հրապարակումը, ինչպես նաև Հայաստանի պատրաստակամությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման խաղաղապահ առաքելություններում ներգրավվածության պատրաստվածությանը։ Ամփոփելով երկու տեսանկյունից դիտարկել։ Մեկը դա այն խնդիրներն են, որոնք հայկական են, այն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր ցեղասպանության ճանաչում, Հայաստանի Հանրապետության զարգացում։ Երկրորդ մոտեցումը դա տարածաշրջանային եւ գլոբալ է։ Այն է, ինչպես ես ասացի, տարածաշրջանային զարգացում եւ անվտանգություն, որոնք փոխկապակցված են եւ նաեւ համաշխարհային գործընթացների մեջ ներգրավում եւ սեփական քայլերի դիրքորոշման իրականացում եւ պատրաստակամություն աջակցելու։ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավարը նույնպես անդրադարձել է ՄԱԿ-ի վեաժողովում հանրապետության նախագահի ելույթին։ Ըստ Վահան Հովհաննիսյանի նախագահ Սարգսյանի ելույթը լավն էր, միայն թե դրանից բխող երկու անհրաժեշտություն է առաջանում։ Հայաստանն ունի համակարգային բարեփոխումների կարիք, այդ թվում քաղաքական եւ տնտեսական, արդարության, կարգ ու կանոնի հաստատման։ Դաշնակցական պատգամավորը վերապահումներ է ներկայացրել նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ձևաչափը Վահան Հովհաննիսյանը քիչ հավանական է համարում, ասելով, որ ավանդական կուսակցությունների հետ դաշինք կազմելու վերաբերյալ դաշնակցությունում քննարկում տեղի չի ունեցել։ Փոխարենը ՀՅԴ-ն հստակեցրել է 2013-ի նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով։ Եվ կրկին վերադառնալով երկրի ղեկավարի ՄԱԿ-ում հնչեցրած ելույթին դաշնակցություն խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ արդյունքները ակնկալելն առայժմ դժվար է, բայց Ղարաբաղյան խնդրին վերաբերող հատվածը չափազանց ճիշտ եւ դիպուկ էր, ուղղված խնդրի էությունը աղավաղողներին։ Այն շատ գրագետ կերպով ներկայացնում է խնդիրը, հակիրճ նրանց, ով կամ դեռ չի հասկացել, կամ չի ցանկացել հասկանալ, կամ հասկացել է ու թաքցնում է այդ փաստը։ Այս առումով անթերի ճիշտ բնութագրումներ են։ Աշխարհի քարտեզին եւս մեկ համայնք պաշտոնապես դատապարտեց հայոց ցեղասպանությունը։ Կալիֆոռնիայի Հայլենդ քաղաքի ղեկավարի գլխավորած պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ազգային ժողովում։ Հայլենդի քաղաքապետը հուշագիր է ստորագրել, որով ճանաչել է հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակել որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Լարի Մակքալոնը Վահան Հովհաննիսյանին է հանձնել հռչակագիրը, որի բնօրինակը պահպանվելու է հայոց ցեղասպանության թանգարանում։ Հայլենդի քաղաքապետարանը հայերի դեմ իրականացված ոճիրը դատապարտող որոշումն ընդունել է այն դեպքում, երբ այնտեղ հայ համայնք գրեթե չկա։
Կարևորագույնն ըստ Վահան Հովհաննիսյանի հենց դա է, որ արդարության վերականգնման համար պայքարը այլևս հայկական լոբիստական ջանքերի անհրաժեշտություն չունի, հռչակագրի ընդունումը զուտ ամերիկացիների նախաձեռնությունն է։ Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել հռչակագրի տեքստը, որն իրավական ճշգրիտ շարադրանք է, պատմական ակնարկ, կոչ աշխարհին վերականգնելու եւ պաշտպանելու արդարությունը։ Վստահ եմ, մեր օրինակը վարակիչ կլինի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շարունակության համար։ Այս հռչակագրով մենք վերաբերմունք ենք ցուցաբերում ոչ միայն կոնկրետ հայերի, այլև իբրև քրիստոնյա ժողովրդի նկատմամբ։ Աշխարհում ցավոք ցեղասպանությունները շարունակում են եւ կարծում եմ մեր հուշագրի հրապարակումը աշխարհում խաղաղություն, արդարություն հաստատելու ճանապարհով հետագա ցեղասպանությունները արգելելու միջոց կարող է հանդիսանալ։ Հիշատակած է ազգային ինքնորոշման սկզբունքը, որով առաջնորդվում է հայ ժողովուրդը իր հայրենիքում, այս մասին հստակ հիշատակում կա, եւ նաեւ այն հանգամանքը, որ ցեղասպանությունը փաստորեն ավարտված չի, որովհետեւ այսօրվա ժամանակակից Թուրքիայի իշխանությունները շարունակում են նույն այն քաղաքականությունը, որը ի վերջո ցեղասպանության բերեց։ Ադրբեջանական լրատվամիջոցները երթական անգամ շահարկել են Ղարաբաղյան հարցը, այս անգամ թիրախ դարձնելով ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը։ Ադրբեջանցի գրչակների տեղեկատվությունն այն մասին, թե ՄԱԿ-ի կայքում տեղադրված հրապարակման մեջ Լեռնային Ղարաբաղը բնորոշվում է որպես Ադրբեջանի մաս, չի համապատասխանում իրականությանը։ Դրանում համոզվելու համար բավարար է այցելել ՄԱԿ-ի կայքեջ, որտեղ պարզապես նշված է, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերաբերյալ առանց մասնավորեցնելու շրջանի պատկանելությունը։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքեջը չի նշել Արցախի ադրբեջանական պատկանելության մասին, ինչպես փորձում էր միջազգային հանրությունը մոլորեցնել ադրբեջանական քարոզչամեքենան։ Նշենք նաև, որ նախորդին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթից հետո ՄԱԿ-ում մեր երկրի դեսպան Կարեն Նազարյանը հայտարարել էր, որ ժամանակին Բաքուն ինքն էր լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծել Արցախի դեմ, վերջինիս ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքին ի պատասխան։ Եթե Ադրբեջանը մոլորեցնում է սեփական ժողովրդին, ապա դա չի նշանակում, թե նույնը կարող է անել միջազգային հանրության հետ, ընդգծել է դեսպան Կարեն Նազարյանը։ 5 տարի առաջ ազդարարվեց հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ Հայաստան ծրագրի մեկնարկը, որի իրականացման պետք է բարելավվեր Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420,000 գյուղաբնակ շահառուների կենսամակարդակը։ Հայաստանի գյուղատնտեսության համար աննախադեպ ներդրումային ծրագիրը հասավ իր տրամաբանական ավարտին, ևս մեկ անգամ փաստելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Այս 5 տարիների ընթացքում վերականգնվեցին մեր երկրի ոռոգման մի շարք մայր ջրանցքներ, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգը, նորոգվեցին պոմպակայաններ ու կառուցվեցին ոռոգման ինքնահոս համակարգեր։ Վերականգնված ջրանցքներ ու ջրագծեր, հուսալի ոռոգման ջուր եւ համակարգի արդյունավետ կառավարում, արդիական գիտելիքներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ, այնինչ 5 տարիների ընթացքում հնարավոր եղավ իրականացնել Միացյալ Նահանգների հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի հայաստանյան ծրագրի շրջանակում։ Ծրագրի նկատմամբ նախնական թերավատությունը արագորեն տեղի տվեց, երբ սկսվեց ոռոգման 6 մայր ջրանցքների ու Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վնասված հատվածների վերականգնումը, երբ նորոգվեցին մոտ 2 տասնյակ պոմպակայաններ ու կառուցվեցին ոռոգման ինքնահոս 5 համակարգեր։ $177 միլիոն ներդրումը գործնականում թույլ տվեց բարելավել Հայաստանի շուրջ 350 համայնքներում բնակվող ավելի քան 420,000 գյուղաբնակ շահառուների կենսամակարդակը։ Այսօր շատ կարևոր է բոլորիս համար։ Այս 5 տարիների ընթացքում կարծում եմ Հայաստանի կառավարությունը արեց հնարավորը իրագործելու գյուղատնտեսական ոլորտի բարելավման ուղղված ծրագիրը։ Մենք նպատակ ունեինք բարելավել ենթակառուցվածքները։ Ես շատ գոհ եմ ծրագրի ընթացքից եւ ակնկալում եմ, որ արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն։ Հայաստանը աշխարհի այն 23 երկրներից մեկն է, որ մասնակցել է այս ծրագրին։ Համոզված եմ, որ ներդրումները Հայաստանում տեղին էին ու դրանք օգտագործվեցին խելամտորեն։ Ամերիկյան ներդրումներն առաջնահերթ ուղղվեցին կարևորագույն ենթակառուցվածքների վերականգնմանը, ապա նաև վերապատրաստվեցին շուրջ 45,000 ֆերմերներ, ծանոթանալով գյուղատնտեսական առաջավոր փորձին։ Ամենամեծ դժվարությունը դա մտածելակերպն է եղել մարդկանց, որտեղ մենք ծրագրի ընթացքում տարբեր ոլորտներում նորամուծություններ ենք փորձել բերել։ Դժվար էր, որտեղ մարդիկ նորին թերհավատորեն են վերաբերում եւ պետք էր դա ինչ որտեղ ապացուցել, ցույց տալ, որ դա կաշխատի։ Մենք կարողացանք դա հաղթարել եւ պատրաստեցինք մարդկանց, բազմաթիվ թվով մարդկանց բոլոր մարզերով, ովքեր որ
իմ կարծիքով նույնիսկ ծրագրի արդեն չլինելու պարագայում իրենց հետևից կտանեն իրենց ընկերներին։ Ծրագրի իրագործման աշխատանքներում ամեն օր 2-ից 3000 մարդ է ներգրավված եղել։ Կնքվել է մոտ 700 պայմանագիր, որոնք սկսել են գործել։ Ըստ Արա Հովսեփյանի, իրականում անգնահատելի է 5 տարիների ընթացքում կուտակված փորձն ու ձևավորված աշխատանքային միջավայրը։ Շուրջ այն 300 համայնքներով, որտեղ որ մենք աշխատել ենք, տարբեր ծրագրային ուղղություններով։ Մենք սկզբից դե իհարկե ֆիքսում ենք եւ բավականին այսպես բացասականորեն տպավորվում ենք այն անմխիթար իրավիճակով, որ այնտեղ տիրում էր, բայց մի քանի բառացիորեն 2-3 տարի աշխատանքի արդյունքում տեսնում ենք նաեւ ժպիտներ, ուրախ այսպես տրամադրություն գյուղում մարդիկ, ովքեր որ գոհունակություն են արտահայտում արված աշխատանքով։ Իմ կարծիքով 1900 մարտահրավերի հիմնադրամ Հայաստան ծրագիրը արդյունավետ եւ որակով իրականացնելը դուր կբացի նմանատիպ այլ ծրագրերի շատ մոտ ապագայում ներխուժել Հայաստան։ Արդյոք հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Հայաստանում նոր ծրագիր կֆինանսավորի։ Հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով մեծ է նման ցանկությունը եւ այն կյանքի կոչելու համար լուրջ աշխատանք կտարվի։ Իդեպ հնգամյա ծրագրի ընթացքում Հայաստանյան գրասենյակը աշխատել է կառավարության 3 ղեկավարների հետ։ Եթե չլիներ գործադիրի մշտական ու հետևողական աջակցությունը, Արա Հովսեփյանը վստահ է, որ անհնար կլիներ իրականացնել այդչափ հավակնոտ ու մասշտաբային ծրագիրը։ Լուսինե Մկրտչյան, Կարեն Գրիգորյան, Հայլուր։ Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան հիմնադրամ ՊՕԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը մեր տաղավարում է։ Բարի երեկո, պարոն Հովսեփյան։ Հնգամյա գործունեության ընթացքում 177 միլիոն դոլարի ներդրում բարելավեցին եւ բարեկարգվեցին մեր գյուղատնտեսության ենթակառուցվածքները։ Եթե ամփոփելու լինենք շատ հակիրճ, ինչ տվեց ծրագիրը մեր շարքային գյուղացուն։ Եթե ամփոփենք կարճ, ես կասեի, որ շարքային գյուղացուն ծրագիրը տվեց հուսալի ջուր, ոռոգման ջուր, որը իրեն հնարավորություն է տալիս ավելի ճիշտ պլանավորել իր տնտեսությունը։ Ինչպես նաև մեր ծրագիրը տվեց նոր ոռոգման հողերի մշակելու հնարավորություն, շուրջ 9000 հեկտար նոր ոռոգման հողեր մեր ծրագրի շնորհիվ արդեն կարելի է մշակել։ Պարոն Հովսեփյան, այս ծրագրի ընթացքում բնականաբար հանդիպել եք բազմաթիվ խնդիրների, կխնդրեի նշեք դրանք եւ որն է եղել մեր երկրի կառավարության մասնակցության մասնաբաժինը այդ խնդիրների լուծման գործում։ Նման մեծ ծրագրի մեջ խնդիրները անխուսափելի են։ Սկսված նրանից, որ մտածելակերպ կար, որ պետք էր մենք փոխենք, որտեղ նորամուծություններ էինք մտցնում գյուղատնտեսության մեջ, նորամուծություններ շինարարության մեջ, վերջացրած նրանով, որ ուղղակի բազմաթիվ պրոցեդուրալ խնդիրներ կային։ Կառավարության դերը իհարկե եղել է շատ մեծ, որովհետև 177 միլիոնանոց դոլար ծրագրի մեջ կառավարությունը իր ամբողջ աջակցությունը, ամբողջ իր գերատեսչություններով միշտ այս 5 տարիների ընթացքում մեզ տվել ռեսուրսներով։ Եվ բոլորին հետաքրքրող հարցը, արդյոք հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան շարունակելու է ֆինանսավորել ծրագրել Հայաստանը։ Գիտեք ինչ, ծրագիրը այս 5 տարիների ընթացքում եղել է ամբողջական, ինքը եղել է մեկ ծրագիր, այսինքն շարունակության մասին մենք երբևիցե չենք խոսել, բայց մեծ հնարավորություն կա, որ առաջիկայում երկրորդ ծրագրի համար մենք դիմենք, իհարկե դա կախված է որոշ եւ քաղաքական եւ առաջի ծրագրի ուսումնասիրության արդյունքների վրա, բայց իմ կարծիքով մեր փորձը ցույց տվեց, որ ծրագիրը արդյունավետ կարելի է իրականացնել եւ այն անշուշտ դուռ է բացում, որպեսզի կարողանանք երկրորդ եւ նմանատիպ այլ ծրագրեր բերենք։ Շանսերը ինչքան է գնահատում։ Շանսերի մասին կարող ենք խոսել տարվա վերջին, երբ որ արդեն այդ արդյունքները պարզ լինեն, դուրս է գալիս կորպորացիայի այդ գնահատականը, դրանով արդեն պարզ կլինի, ոնց կարող ենք մենք շարունակել բանակցել։ Շնորհակալություն, հաջողություն ենք մաղթում ձեր աշխատանքներին։ Իսկ ես հիշեցնեմ, որ տաղավարում հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի հայաստանյան ծրագրի մասին խոսում էինք գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի հետ։ Տեղեկացնեմ նաև, որ հազարամյակի մարտահրավերներ ծրագրի գործունեության ամփոփման մասին տեսաֆիլմը կարող եք դիտել առաջինի եթերում այսօր 23:50-ին։ Սեպտեմբերի 23-ից 27-ը աշխատանքային այցով Ուկրաինա էր մեկնել պետեկամուտների պատվիրակությունը։ Գագիկ Խաչատրյանը Ուկրաինայի իր պաշտոնակից Իգոր Կալենտիկի հետ ստորագրել է երկու երկրների միջև 2012 թվականի համատեղ գործողությունների ծրագիր։ Գալիք տարի համատեղ ծրագրեր կիրականացվեն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ։
Հայ մաքսավորների որակավորման բարձրացումը կկազմակերպվի Ուկրաինայի մաքսային ծառայության ակադեմիայում։ Այսօր մենք նոր խնդիր ենք դնում էլեկտրոնային հայտարարման խնդիրը Հայաստանի եւ Ուկրաինայի միջև առաջին անգամ եւ այդ էլեկտրոնային հայտարարների միջոցով մենք կարող ենք բիզնես միջավայրին տրամադրել այնպիսի մաքսային գործընթացներ, որ ինքը ընդհանրապես մաքսային հսկողության շունչը կարող է չզգալ ձևակերպումների ժամանակ։ Մենք այսօր պետք է ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի ինչպես իմ գործընկերն էր նշում, բիզնեսի համար հարմարավետ եւ հասկանալի լինեն սահմանահատման կանոնները, ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումը։ Շատ կարեւոր էր պարոն Խաչատրյանի այն նախաձեռնությունը, որը վերաբերում է Հայաստանի եւ Ուկրաինայի միջև դեռ էլեկտրոնային հայտարարման փուլում տեղեկատվության փոխանակմանը։ Եթե դա հաջողվի, առաջին անգամը կլինի ոչ միայն մեր մաքսային մարմինների գործակցության պատմության մեջ, այլև տարբեր երկրների մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում։ Աբեկչություն Դաղստանում պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ, 1 ոստիկան, 7 քաղաքացի, այդ թվում 11-ամյա մի աղջնակ, վիրավորվողներից 2-ի վիճակը ծանր է։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել Գեբելի շրջանի ղեկավարի մեքենայի անցնելու ժամանակ։ Ոստիկանները ենթադրում են, որ ահաբեկչությունն ուղղված է եղել հենց նրա դեմ։ Ինքը Մագոմեդովն ու նրա թիկնապահները չեն տուժել։ Չինաստանի իշխանությունները որոշել են լուրջ պայքար ծավալել կաշառակերության դեմ, այդ նպատակով տեղեկատվական արշավ է սկսվել, որի շրջանակում մարդկանց ծանոթացնում են կաշառակերին բացահայտելու մեթոդներին։ Կասկած է առաջացնում հաստափորությունը, շատախոսությունը եւ գործունեությունը թաքցնելու միտումը։ Եթե կասկածելի կաշառակեր ղեկավարը հրաժարվում է ընդունել մեղքը, հետաքննություն է սկսվում, որին հաջորդում է դատը, իսկ դատարանը հաճախ է ընտրում պատժի առավելագույն չափը։ 20-րդ դարի սկզբից Չինաստանում արդեն 11,000 կաշառակեր է մահվան դատապարտվել, եւս 120,000-ը ճաղերից այն կողմ է։ Իրենց հանցանքն ընդունած պաշտոնյաներից շատերը վախեցած ահեղ դատաստանից պետությանն են վերադարձում անօրինական ձեռքբերումները։ Երկրի բյուջեն կեղտոտ փողերի վերադարձից հարստացել է $100 միլիոն, եւ սա դեռ սկիզբն է։ Քաղաքական ու տնտեսական դժվարին օրեր ապրող Իտալիայում իր ծննդյան հոբելյանական տարեդարձն է նշում երկրի վարչապետը։ Սիլվիո Բերլուսկոնի անունը բրենդային է մեդիա աշխարհում։ Նրան են պատկանում եվրոպական մի շարք երկրների առաջատար հեռուստարադիո ընկերություններ, ֆուտբոլային առաջատար ակումբները նրա սեփականությունն են, որոնցից Բերլուսկոնին հպարտանում է հատկապես Միլանով։ Պապարացիների համար նրա մի սկանդալային լուսանկարը ապրուստի հիանալի միջոց է, բայց նրա քաղաքական կշիռն ու հեղինակությունը լռեցնում են նույնիսկ դատախազներին։ Սեքս սկանդալների կիզակետում հայտնված Բերլուսկոնի անցած ճանապարհի մի քանի դրվագներն առանձնացրել է Արմինա Պապյանը։ Հնարամիտ եւ կատակասեր միշտ լավատես եւ կենսուրախ Բերլուսկոնին իր 75-րդ տարեդարձը մտադիր է տոնել հարազատների հետ առանց պերճաշուք հանդիսավորության։ Մեծ ճաշկերույթներ նրա կյանքում շատ են եղել։ Քիչ չեն նաեւ սկանդալներն ու դատալությունները։ Շուրջ 2 տասնյակ դատական գործ փողերի լվացումից ու հարկերից խուսափելուց մինչեւ կաշառակերություն ու պաշտոնի չարաշահում, սակայն 17 տարվա իր քաղաքական կարիերայի ամենասկանդալային պատմությունները մշտապես առնչվում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ։ Վերջին նման սկանդալ, այսպես կոչված Ռուբիգեյթն ու որպես շարունակություն Արկորե ամառանոցում տարիներ շարունակ կազմակերպվող ցոփ երեկույթների մանրամասների հրապարակումը վերջնականապես խաթարեցին Բերլուսկոնիի հեղինակությունը։ Հեռանալ քաղաքականությունից հակառակի շուտապույտ քաղաքական մահվան մասին վերլուծաբանների կանխատեսումներին Բերլուսկոնին մտադիր չէ։ Թողնել վարչապետի աթոռը նրան կստիպի միայն իր գլխավորած կաբինետին խորհրդարանի հայտնած անվստահության քվեն։ Վերջին քվեարկությունները սակայն վկայում են, որ Բերլուսկոնին պահպանում է մեծամասնությունն օրենսդիր մարմնում։ Չնայած բազմաթիվ կատակների եւ երբեմն անթույլատրելի աստիճանի հասնող անտարբերության, երբ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գործընկերոջը ողջունելու փոխարեն նա պարզապես շրջվեց եւ շարունակեց իր հեռախոսազրույցը, Կավալիերեն բավական մտերիմ հարաբերություններ ունի իր օտարերկրյա գործընկերների հետ։ Կավալիերը մականունը Իտալիայի վարչապետը ստացել է Կավալիերը դել Լավորո աշխատանքի համար պետական շքանշանին արժանանալուց հետո։ Պատճառն էլ իր առաջին ձեռներեցությունն էր շինարարական բիզնեսը։ 40 տարի առաջ Միլանում կառուցված բնակելի թաղամասերը այսօր սովորական, բայց այդ տարիներին նորարարություն համարվող դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ, սրճարաններ ներառող առաջին համալիրներն էին։ Դա միայն սկիզբն էր, բարետես գործարարը, որ 90-ականների սկզբին մուտք գործեց մեծ քաղաքականություն, մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում էր։ Լավատեսությունն ու հաճելի արտաքինն ըստ նրա հաջողության միակ գրավականն են։ Իր արտաքին տեսքի մասին Բերլուսկոնին չի մոռանում նույնիսկ բարձր մակարդակով հանդիպումների ժամանակ։
Կաթոլիկ դպրոցի շրջանավարտը, որն արդեն դպրոցում ուսանելու տարիներին չնայած հոր հարուստ կարողությանը սկսել էր ինքն իր գրպանի փողը վաստակել, այսօր հսկա մեդիա ցանցի ղեկավար է։ Տնօրինում է նաև պրոդյուսերական մի ընկերություն, հրատարակչություն եւ Միլանի հպարտությունը համանուն ֆուտբոլային ակումբը։ Forbes-ի տվյալով Բերլուսկոնին երրորդն է ամենահարուստ իտալացիների ցուցակում եւ 118-րդն աշխարհում։ Եվրագոտու անկայուն իրավիճակն ու Իտալիայի արտաքին պարտքը Բերլուսկոնի կառավարությանը ստիպեցին ընդունել տնտեսման խիստ միջոցներ, ինչը ծանր անդրադարձավ իտալացիների կյանքի, իսկ Բերլուսկոնի քաղաքական վարկանիշի վրա։ Հետպատերազմյան Իտալիայի միակ վարչապետն ում հաջողվել է իր պաշտոնը պահպանել ամբողջ ժամկետի ընթացքում, Բերլուսկոնին հավանաբար կշարունակի գլխավորել Իտալիայի կառավարությունը նաև հիմա։ Վարչապետության ժամկետը լրանում է 2013-ին։ Արմինա Պապյան, Առաջին լրատվական։ Դասական երաժշտության սիրահարների համար հաճելի միջոցառումների շարքով այս տարի հանդիսավորությամբ կնշվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյա հոբելյանը։ Համերգների շարքը կմեկնարկի օկտեմբերի 1-ին Երևանյան 5-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպվող համերգով։ Համերգի ընթացքում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհի բազմաթիվ հեղինակավոր երաժշտական մրցույթների առաջին մրցանակակիր Բերլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր ջութակահար Դայշին Կաշիմոտոն, որը նախորդ տարիներին ևս իր մասնակցությունն է բերել այս փառատոնին։ Մենակատարը անվանի թավջութակահար Լոնդոնի թագավորական երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ալեքսանդր Չաուշյանն է։ Հոբելյանական փառատոնի ծրագիրը կեզրափակվի օկտեմբերի 12-ին, իսկ նվագախմբի 85-ամյա հոբելյանական միջոցառումները կամփոփվեն այս տարվա ավարտին գալա համերգով։ Հատկապես ընտրվեց ամսի 1-ը, որովհետև փառատոնի մյուս երկու համերգները, չնայած որ երկու աշխարհահռչակ դիրիժորներ են ղեկավարելու Կլաուդիո Վանդելին եւ Քրիստոֆեր Վորենգրինը, բայց մտածեցինք, որ 85-ամյակի համերգը այնուամենայնիվ ինձ հետ անցնի։ Հարավկովկասյան երկաթուղու և Երևանի քաղաքապետարանի միջև ձեռք բերված պայմանագրով ընկերությունն ստանձնել է մայրաքաղաքի որոշ շինությունների վերակառուցումն ու բարեկարգումը։ Ըստ այդմ, Հարավկովկասյան երկաթուղին կբարեկարգի նաև Էրեբունու համայնքի ազատամարտիկների այգին, որտեղ արդեն տեղադրվել է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներում, ինչպես նաև Արցախյան հերոսամարտում զոհված հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանը։ Ընկերության մինչ այժմ կատարած աշխատանքներից են նախկինում չգործող Ալմազ կառամատույցի շահագործումը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ստեղծված տրանսպորտային հանգույցների ստեղծումը։ Ընկերությունում առավել կարևոր նշանակություն է տրվում նաև կրթօջախների աջակցության ծրագրերին։ Բացի այն, որ մենք բիզնես ձեռնարկություն ենք, մենք մեզ չենք տարանջատում Հայաստանի մշակույթից, Հայաստանի խնդիրներից և իհարկե Հայաստանի տնտեսությունից։ Երեխա չունեցող ընտանիքը լեզվակ չունեցող զանգակի է նման, այսօր լրագրողների հետ հանդիպմանը սևակյան բառերն է հիշել մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը։ Գեորգի Օկոևը շեշտել է, որ անպտղության ախտարման մեթոդները Հայաստանում զարգանում են միջազգային փորձին զուգահեռ։ Անպտղության ցուցանիշն այսօր Հայաստանում 18%-ի սահմանում է։ Օկոևի տեղեկացմամբ այս ցուցանիշը նորմայի սահմաններում է, իսկ ընդհանրապես անպտղությամբ տառապող զույգերը դիմում են նաև արտամարմնային բեղմնավորման կամ փոխնակ մայրերի օգնությանը։ Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում 400 երեխա է լույս աշխարհ եկել փոխնակ մայրերի օգնությամբ։ Հարաբերությունները փոխնակ մոր եւ ամուսինների միջև կարգավորվում են վավերացված պայմանագրով, որտեղ նշվում է նաև այն գումարի չափը, որ պետք է վճարվի փոխնակ մորը։ Մեզ մոտ լինում են դեպքեր, երբ որ քույրը իր քրոջի համար կամ քույրը եղբոր համար, մայրը աղջկա համար կանգնել են փոխնակ մայր եւ ինչ այդտեղ ոչ մի գումարային խոսքի մասին չի կարող լինել։ Հարափոփող ինֆորմացիայի և գերժամանակակից տեխնոլոգիաների 21-րդ դարում շատ դժվար է պաշտպանել մարդկանց ամենավտանգավոր հիվանդությունից։ Սրտի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակված համաշխարհային զեկույցն ապացուցում է, որ մարդու երկարակյացությունն առաջին հերթին պայմանավորված է առողջ ապրելակերպով։ Սրտանոթային հիվանդությունների վիճակագրությունը շարունակում է տխուր տվյալներ ամփոփել։ Հույզեր բաբախող ու հույսեր արարող ամենաարյունատար այս օրգանի տարաբնույթ հիվանդություններից խուսափելու իրենց դեղատոմսն ունեն հայ սրտաբաններն ու ուսանողները։
Սրտի միջազգային օրից մի քանի օր անց էլ սրտաբանների հայկական ասոցիացիայի ակտիվիստները շարունակում են քարոզել առողջ ապրելակերպ, հորդորում խուսափել վատ սովորույթներից, քանի որ վերջին տարիներին հիվանդությունների համաշխարհային միտումները հանգեցնում են տխուր վիճակագրության։ Առաջին տողերում սրտանոթային հիվանդություններն են։ Սովորական կանխարգելիչ միջոցներից են ռիսկի գործոնների բացառումը, դրան ռիսկի գործոնների ծխելը, ոչ լավ սնունդը եւ քիչ շարժունակությունը։ Ըստ բժիշկների այնքան էլ հավաստի չէ վիճակագրությունը, թե սրտանոթային հիվանդություններն ակտիվացել են, պարզապես ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ժամանակին ախտորոշել սրտի աշխատանքի հետ կապված տարաբնույթ խափանումները։ Բժիշկներն ունեն իրենց սրտային հիվանդություններից խուսափելու իրենց դեղատոմսը։ Հարկավոր է նախադպրոցական տարիքից արդեն զբաղվի մարդը իրենով։ Շատ այսպես հասարակ պատասխան կա դրան։ Մոտենանք բնությանը, մոտենանք բնական կենսաձևին, որովհետև ցիվիլիզացիան ինչքան էլ հաճելի բան է, բայց դա հակասում է աստվածային օրենքներին։ Ի սկզբանե, սակայն, սիրտն ունի մի շարք կարևոր առաքելություն, նա է ստանձնում հույզերի, սպասումների, լավ կամ վատ բան վկայելու հավատի ու հույսի ծանր բեռը։ Ի վերջո նրանով է տիեզերքի առայժմ միակ բանական արարածն արտահայտում բարձրագույն զգացմունքը։ Թեև այս խնդրում էլ բժիշկները փորձում են մարդու կենսագործունեությունն ապահովող ամենակարևոր օրգանին վերագրել բացառապես ֆիզիոլոգիական առաքելություն։ Մեր սիրտը զգացական մեր կյանքի հետ որևէ կապ չունի։ Մեր սիրտը ընդամենը պոմպ է եւ Աստծո կամ բնության կողմից ստեղծված մի հրաշագործ, մի կատարյալ օրգան, որը տարիներ շարունակ ապահովում է մեր օրգանիզմի արյան շրջանառությունը։ Թեև բժիշկները սիրտը դիտարկում են զուտ որպես ֆիզիկական օրգան, բայց չմոռանանք, որ սիրտը ամենակարևորն է մարդկային հարաբերություններում եւ հատկապես մարդկային զգացմունքների արտահայտման մեջ։ Եվ այնուհանդերձ արվեստի բոլոր տեսակների ներկայացուցիչները վստահ են, որ հենց սիրտն է մարդկային բոլոր բարձր արարումների սիրո խորհրդանիշը, դրանում համոզված է նաև Ռոմեոյի դերակատարը։ Սիրտը իհարկե լինելով այդպիսի մի հատ ֆիզիոլոգիական օրգան, եթե նկատվում է յուրաքանչյուր հույզ ապրելուց, յուրաքանչյուր ինչ որ հենց կոնկրետ էմոցիոնալ տատանում ունենալուց հետո նա բնականաբար ցույց է տալի իր ասենց ասած անհանգստությունն է։ Մեկ տուն, մեկ աշխարհ եւ մեկ սիրտ։ Ծարուհի Ռշտունի Հարություն Վարդանյան, առաջին լրատվական։ Վիվասել MTS նա ամփոփել է հայաստանյան բոլոր բուհերի ուսանողների շրջանում անցկացված բնապահպանական թեմայով աշխատանքների էսսեների մրցույթը։ Երևանի կենդանաբանական այգում կայացած միջոցառմանը առաջատար բջջային օպերատորը պարգևատրել է 4 բուհի 12 ուսանողի եւ խորհրդատու դասախոսների իրենց աշխատանքով բնության հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությանը հակադարձելու եւ մաքուր շրջակա միջավայրի անհրաժեշտության մասին քարոզելու համար։ Վիվասել MTS-ը նրան շնորհել է մրցույթին մասնակցության հավաստագրեր, խրախուսական նվերներ եւ դրամական պարգև 300,000 դրամի չափով։ Մրցույթում հաղթած ուսանողների աշխատանքները տեղադրվելու են Վիվասել MTS-ի կայքեջում։ Այս շրջանակներում մենք արդեն իբրև ընկերություն կամաց գնում ենք այլ ուրիշ մոդեցումի, որը կոչվում է կանանչ մոդեցում, ի հանդեպ բնությունը եւ ի հանդեպ ընդհանուր առմամբ աշխատանքային մոդեցումների մեջ եւ չի բացառվում, որ ավելի սերտորեն կնարգենք համալսարանների հետ կամ բարձր ուսման բուհերի հետ, թե ինչպես կարող ենք այս ուսանողների ցերկ բերած, այսպես ասած, ստեղծագործությունները ավելի մեծ շրջանառության մեջ դնել։ Իսկապես կարևոր է, որ երիտասարդ սերունդը գիտակցում է ընդհանրական շահի իրագործման անհրաժեշտությունը։ Այս երիտասարդները մեր վերանկախացյալ պետության հասակակիցներն են, ու թեև նրանք ծնվել են տնտեսական ոչ կայուն եւ ոչ բարեկեցիկ պայմաններում, այնուամենայնիվ մեծացել են հաղթանակների դարաշրջանում։ Իսկ նման հաղթանակները ստեղծում են նաեւ հոգեկերտվածք, ձևավորում են համարձակություն, վճռականություն եւ պատասխանատվության գիտակցում։ Հոգեբան Կարինե Նալչաջյան իմ գործընկեր Ռուզաննա Վարդերեսյանի հետ կիսվել է անկախության սերնդի հոգեբանական մակընթացությունների, առավելությունների ու թերությունների շուրջ։ Մարդու հոգեկան հասունության առաջին նախապայմաններից մեկը ազատ ու անկախ երկրում ապրելու ձգտումն է։ Հոգեկան հասունությունը յուրահատուկ կատեգորիա է, կարելի է տարիքով դառնալ չափահաս, այսպես քրոնոլոգիական տարիքով, բայց հոգեբանորեն հասուն չլինել։ Այսօրվա հասուն, ինքնուրույն նախաձեռնող ու ինքնավստահ սերունդը թե դրական, թե բացասական առումներով ավագ սերնդի հակապատկերն է։ Անձամբ ես կարծում եմ, որ մենք ավելի լավն էինք, վճռական են, գործնական են, ավելի համարձակ են,
Այն որ գործնական են, դա իրանց առավելությունն է, դա միաժամանակ թերություններ է։ Տնտեսական, չգիտեմ, ճգնաժամային երևույթներ, քաղաքական վայրիվերումներ, բայց եկեք չմոռանանք նաև, որ ձեր սերունդը ձևավորվել է հաղթանակների, մեր շատ կարևոր հաղթանակների ժամանակաշրջանում։ Աշխարհի հետ շփումը ձեր ուրեմն ժամանակներում շատ ավելի մեծ է։ Անկախ Հայաստանի ամենամեծ նվաճման Արցախյան գոյամարտում հաղթանակով է ամրապնդվել այսօրվա երիտասարդների հայրենասիրական ոգին։ Ամեն անգամ միջազգային տարբեր մրցույթներում լինի դա սպորտ թե մշակույթ, երբ բարձրացվում է հայկական եռագույնը, յուրաքանչյուր հայի հոգում վերածնվում են հպարտությունն ու առաջընթացի ձգտումները։ Ֆուտբոլային առումով, որ այդպիսի հաղթանակ տարանք, այդ արդեն իսկ խոսում է նրա մասին, որ երիտասարդ սերունդը աշխատում է այդ ուղղությամբ, որ երկիրը ավելի գնալով առաջ է գնում։ Հայկական դրոշը օր ներկա ամեն անգամ հնչելուց երևի ավելի հպարտ ես լինում, որ հայ ես ծնվել, ազատ ես, ոչ մեկի լծի տակ չես։ Ըստ ավագ սերնդի, սակայն երիտասարդների ամենամեծ թերություններից մեկը օտարափերին բախտ փնտրելու ձգտումն է։ Սակայն պարզվում է, որ երիտասարդների մեծ մասը դա պարզապես իր ընտանիքին ու հայրենիքին ավելի օգտակար լինելու նպատակով է անում։ Ուզեիք մեկնել արտասահման։ Սովորելու։ Միայն։ Կարծում եմ Հայաստանի կրթական մակարդակը այնքան էլ բարձր չի, արտասահմանում սովորել, ապա վերադառնալ Հայաստանին օգնելը ոչ բնակավարներում ճիշտ կլիներ։ Ասեմ, որ դրսում էլ ոնց որ ասում է հալած չի, միշտ էլ պետք է մարդ աշխատի, որպեսզի կարողանա ապրի։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը եւս մեկ բացասական բնութագրում է տալիս անկախության սերնդին։ Չգիտեմ, գիրք կարդում են, չեն կարդում, ինչ երաժշտություն են լսում եւ այլն, դրանք շատ ակնառու բաներ են, որոնց մեղավորը երևի իրենք չեն, ինչ մատուցել են, էլ իրենք ընկալել են։ Մեր սերնդի ամեն մի ներկայացուցիչ ճանաչում էին, գիտեին Մոցարտի 40-րդ սիմֆոնիա։ Իսկ հիմա ում հարցնես, որ լսած է, տեղյակ է։ Համամարտկային արժեքների ներկա սերունդը լիովին չի տիրապետում։ Մինչդեռ երիտասարդներն այդ հանգամանքը պայմանավորում են նույն անկախությամբ ու ազատությամբ։ Անկախությունը այնքան բան տվել, որ հիմա մենք գոնե մեր մասնագիտությունը ընտրելու հարցում, ասենք, կարանք անկախ լինենք։ Կյանքը գնալով ավելի զարգանում է, ավելի առաջ է գնում, ում ինչ հետաքրքրում է, այն էլ նրանով զբաղվում է։ Եվ այնուամենայնիվ սա այն սերունդն է, որը մեծացել է հաղթանակների ոգով, որն ավելի համարձակ ու նպատակասլաց է, քան ավագը, եւ ինչպես հոգեբանն է բնութագրում, հայրենիքի ապագայի հանդեպ պատասխանատվության մեծ զգացում ունի։ Այսօր ձեր վրա դրված է շատ լուրջ պատասխանատվություն տեր կանգնել մեր անկախ Հայաստանին։ Սուզաննա Վարդերեսյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Ველերազան բյուղնը սպարվեց, ձեզ հետ Աբրահամ Գասպարյանն էր, մնացեք բարի։